վեճը միշտ դատարաններում գնում էր կիրառել կալանք թե գրավ։ Դա էր հիմնականում վեճերը, որոնք տեղի էին ունենում։ Իհարկե Հայաստանում այլևս կա տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն։ Եվ ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերի 23 կամ 24 կարծես ազգային ժողովում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղ։ Նույնիսկ այսօրվա իշխանությունների համար է ակնհայտ, որ եթե կալանքը այդպես պերմանենտ մշտապես կիրառվում է, դա բռնատիրական ռեժիմներին բնորոշ վարքագիծ է։ Այո, Հայաստանում կա տնային կալանք։ Այո, Սամվել Կարապետյանի գործով մենք նաև այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ միջնորդություններ ներկայացրել ենք, թեև ինչպես գործընկերս պարոն Հակոբյանը նշեց, ընդհանրապես հիմնավոր կասկածի մասին մենք վեճ չունենք։ Այսինքն իրապես այս դեպքում պայմանը բացակայում է։ Եթե պայմանը բացակայում է, ապա միջնորդությունը պարզապես պետք է մերժվի եւ չդիտարկվեն այլընտրանքային խափանման միջոցները։ Բայց նույնիսկ մենք ինչևէ Բայց մինչ օրս տնային կալանքն էլ նույնիսկ չի կիրառվել։ Բայց իդեպ մի կարևոր բան ասեմ, վերաքննիչ քրեական դատարանը նշված հարցը ուղիղ արձանագրել է։ Ուղիղ, սևը սպիտակով, որ այս իրավիճակը չի կարող շարունակվել։ Ես հասկանում եմ, միգուցե հենց դրանից էր վրդովմունքը, որովհետև այն վերաբերում է օգոստոսի 15-ի որոշմանը գործընկերներ։ Հիշում եք, օգոստոսի 15-ին հավաքվել էինք այստեղ, տեղի ունեցավ դատական նիստ, որը կարծես թե ռեկորդային էր իր տևողության մեջ։ Դատարանը արձանագրեց, որ հիմնավոր կասկածը կոչերի դրվագով առկա է, պարզ չէ ինչպես, արձանագրեց, որ դեռևս կա խոչընդոտելու ռիսկը եւ թաքնվելու ռիսկը, կրկին չգիտեմ ինչպես, ինչևէ, բայց արձանագրել էր, որ հիմնավոր կասկածը տնտեսական բնույթի ենթադրյալ մեղադրանքի շրջանակներում առկա չէ։ Հիմա վճռաբեկ դատարանը օգոստոսի 15-ի պատմության մասին է։ Իսկ օգոստոսի 15-ից հետո հիշում եք ինչ տեղի ունեցավ։ Հավաքվեցինք հոկտեմբերի 14-ին, 15-ին, 16-ին, հետո կամ դատախազների ինչևէ։ Եկեք ուզում եք մի պա օգնենք մեր գործընկերներին անցնեն, այնուհետև շարունակենք։ Պարոն Վարդևանյան, անցյալ անգամ ասուլիսին դու փաստաբանները հրավիրեցիք վճռաբեկի դատավորներին բանավեճի։ Արդյոք արձագանքող կա մինչ օրս։ Վճռաբեկ դատարանից արձագանք առկա չէ, թեև ես կանխատեսում եմ իրենց արձագանքը, իրենք որպես այդպիսին բանավեճի մասնակցելու որոշակի սահմանափակում ունեն, բայց իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներից էլ արձագանք չկա, թեև ես առնվազն կարող եմ ասել, վստահ եմ դուք թույլ չեք տա, ես խաբեմ, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին։ Հետևաբար այդ հնարավորությունից կարող են օգտվել։ Ինչ վերաբերում է կրկին վճռաբեկ դատարանի որոշմանը, այն ակտուալություն որպես այդպիսին չունի։ Իդեպ դրա մասին արձանագրել է նաև հենց վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ, քանի որ իր վաղեմությունը որպես այդպիսին որոշման ակտուալությունը սպառված է եղել։ Եթե մենք հիմա օրինակ գտնվելուց լինեինք 2025 թվականի սեպտեմբեր ամսին, բայց հիմա նոյեմբերն է։ Այդ ժամանակ կարող ենք խոսել, որ վճռաբեկ դատարանի որոշումը ակտուալություն ունի։ Այն մինչև 2 ամիս սպառվելը վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր ակտուալ լինել, բայց վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը արդեն այն ժամանակ, երբ ինքնին սպառված էր։ Վարույթ է ընդունել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին եւ լույսի ձայնի կարճ տևի հարգելի գործընկերներ, առնվազն մենք ներկայացնելու ենք շուրջ 1 հատոր բովանդակությամբ մեր կողմից կատարված գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունը, մի մասի վերաբերյալ պատասխանները, իսկ քննիչն էլ իր հերթին վստահ եմ հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանին, բայց իհարկե վստահ եմ ընթերցելու է։ Այսօր նաև ՀՑԿ մարմինը որոշում է հրապարակել։ Միաժամանակ այսօր, այո, Սամվել Կարապետյանի վերաբերյալ ժամը 10:00-ին սկիզբ է առնելու, բարև ձեզ, մեր գործընկերն է, Տիկին Գասպարյան, խնդրեմ։ Այսօր ժամը 10:00-ին ստացվում է, այստեղ մենք ունենալու ենք կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդության քննություն, իսկ ՀՑԿ-հում կրկին ժամը 10:00-ին Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի վերաբերյալ քննություն։ Նույն օրը, նույն ժամին, կարծում եմ սա առավել քան խոսուն է, եթե հետ որ երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման։
թե ՀՑԿՀ-ում ներկայացված վարույթի շրջանակներում դիրքորոշումն է ենթակա մերժման, որովհետև իրապես որևէ մի ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում, պարզապես համեմատական անցկացրեք Veolia ջրի հետ կապված խախտումներին եւ ոչ մի վարույթ չկա դրա դեպքում։ Եվ իհարկե նաեւ այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման։ Այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն 5 ամիս, բայց ամեն ինչն էլ ունի սկիզբ եւ վերջ։